մեծ սարքի դերասան, իրանք էլ իրենց համար կինոներ են նկարում։ Ռեժիսորը ով է։ Ռեժիսորը բանը նկատում եք, որ Անտաղանդ է, Փաշինյան, ասենք ինքը հարվածային գործիքներ խփողը, որը ռեժիսոր դրա նկարած կինոները ինչ պիտի լինի, տենում ենք։ Գիտեք ինչ, ասենք, թե տրամաբանություն չկա, էլի, որ ուժեղ Հայաստան կուսակցությունը մոտիվացված լինի ընտրողներին որևէ այլ կերպ շահագրգռելու, քան պարզ քարոզչական միջոցներ, որովհետև մենք ընդամենը այս պահի դրությամբ 5 քարոզչական թեզ ունենք տնտեսական զարգացման, 6 քարոզչական թեզ անվտանգության, արդեն ժողովուրդը առավոտի ցիրիկուն խոսում է միայն Սամվել Կարապետյանի մասին, արդեն պատրաստ են աջակցի։ Հիմա դու տանես մարդուն, չգիտեմ, էլի, ինչ-որ նյութապես շահագրգռես, որ ինքը քեզ իշխանություն տա, որ դու իրան փորձագից ազատես, աշխատատեղ ստեղծես, ինքը դա ապրի։ Դες բան ո՞նց կարա լինի, դրա անհրաժեշտություն է, չկա, հասկանում եք։ Տեսեք, Փաշինյանը անընդհատ ասում է, որ եթե ինքը չընտրվի, պատերազմ է լինելու։ Հնարավոր է սա լինի այնպիսի քայլեր, որ հեռացնեն Կարապետյանի աջակիցներին, թիմակիցներին, որպեսզի նա փորձի հավելյալ ձայներ, այսպես ասած, գողանալ եւ իր ասածը փորձի իրականություն դարձնել։ Ձեր հարցադրումը ունի իմ կարծիքով հետեւյալ անկախ գործողություններից, իրենք պատրաստ չեն հավասար պայմաններով քաղաքական մրցակցության։ Բայց երեք պնդում էին, որ պատրաստ են դրան։ Ասենք, բա ո՞նց է արտահայտվում։ Մի օրվա մեջ ենթադրենք օրենք են փոխում, այն բանից հետո, երբ որ մեր դաշինքը կոչվում է ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ դաշինք, այդ դաշինքը ստեղծելուց հետո օրենք են ընդունում, միայն որպեսզի արգելեն մարդու անվանման գործածումը, պարզ է, չէ, ասենք օրինակ, այս ընթացքում Վահագ Ալեքսանյան դաշինք չի ստեղծվելու։ Ասենք, որ նորմալ մարդը կետա դաշինք ստեղծի, անունը դնի Ալեն Սիմոնյան դաշինք։ Չտես բան չի կա, մի հոգի ձեն չի տա, չէ, մենակ ասենք, բայց որ մարդու անունն են դնում դաշինքի վրա, ով որ ունի անառարկելի հեղինակություն, ով որ իր անունով արդեն վստահություն է վայելում հասել։ Ասում են, հա, եթե վստահություն է վայելում, ուրեմն մենք դից զրկենք այդ մարդու անունը հնչելու։ Հիմա դա հավասար մրցակցության հետ կապ ունի։ Իհարկե չունի։ Հիմա մնացած գործողություն, տեսեք, ասեք, իրավապահ համակարգը 1000 հանցագործություն կա, չէ՞, այս երկրում օրական բան ծանրաբեռնել են այս իրավապահ մարմիններին գոյություն չունեցող։ Հիմա պատկերացրեք 14 մարդ են բերել, այնտեղ 14 քննիչ գոնե 6, ասենք 6 քննիչ աշխատում է, բայց քննիչը այդ ընթացքում փող ստացող աշխատավար ստացողը կարող է օգտակար գործ անել, չէ՞, կարող է իսկականից հանցանք բացահայտել, չէ՞։ Մարդ է, չէ՞, ասենք հակակոռուպցիոն մարմինը, կարող է թմեն հիմա ասենք թե քննիչը մնար, եթե եվրոասֆալտ, մի հատ նայեր, տենար այդ եվրոասֆալտը ոնց է ստեղծվել, ով է դառել տնօրեն, այդ երկու կնիկը Արագածոտնի մարզում ոնց որոշեցին, որ իրանց նոր ստեղծած ընկերության տնօրենը պիտի լինի Կարլեն Սիմոնյանը, կարող է թմեն իսկականից բաներ էին բացահայտում, բայց այդ տեղեկություններն է կա, չէ՞, բայց հիմա այդքան խոսացին ասին Հայկ Կոնջոյանը տունը առե, որ այդ տունը շուկայական գնից ցածր է, հետո պարզվեց, որ դրա աղբերը ավականու անդամ է, այդ ավականին այդ հողահատկացումներ բանը Կոնջոյաններ, չէ՞, կարծեմ։ Թե ով է, դրանցից մեկն էր, դրանց, հա, այդ այն որ շուկայական գնից ցածր տուններ առը, որ Կոնջոյաններ թե հա։ Հիմա բայց ասենք թե ակնհայտ կոռուպցիոն ռիսկեր կա, չէ՞, բա հակակոռուպցիոն կոմիտեն փոխարեն այդ իրական ռեալ կոռուպցիոն հետքերը դրա վրա նստի, տենա այդ ինչա, մատ ասենք այդան իմ քայլի հիմնադրամ, տենան այդ ոնց էլ է, որ նոր ստեղծված հիմնադրամը միլիոնավոր դրամների, դոլարների հանգանակություններ ունեցավ, անանուն աղբյուրներից, իրական կոռուպցիոն ռիսկերը թողած գնաց ընկել են, ասենք Արտաշատից մեր աղջիկին ասենք բերել, ինչ պիտի անեն աղջիկը, ինչ գործ ունի, նա հանցանքի հետ ինչ կապ ունի։ Աննա Հակոբյանն էլ հեռանալուց եւ այդ տեսանյութը տեղադրել էր, նշել էր, որ չի բացառում, որ հակակոռուպցիոնը կհրավիրեն, հա, իրան, բայց բա որ է, այս կակրած, ասենք տես իրականի այդ իմ քայլը հիմնադրամը հիմնադրման օրվանից կոռուպցիոն ռիսկերի մեջ թաղված է, չէ՞, դրա եկամուտները, դրա ծախսերը, ինչի վրա են փող ծախսել։ Աննա Հակոբյանը գնացել է Քաթարում արաբական ձիերի փառատոն։ Ասենք, մամա չեն ասում, հանրամիջոցներից հավաքած փողը ոչ արաբես, ոչ ձիես, ինչ ես գնացել դու այդ փառատոնին։ Բանը բացահայտ են։ Իսկ ձեր կարծիքով ինչու են հենց կանանց թիրախավորում։ Դե ընդհանրապես ասենք, չնայած այն բանի, որ մենք հավասարությունը բանը գնահատում ենք, ամեն դեպքում կնոջ նրբությունը, բնությունից եկող բանը միշտ հանրության, հոգածության, ուշադրության կեպարզ է, չէ՞ որ կինը իրավապահ մարմնում կարող է շատ ավելի խեղճ զգա, շատ ավելի իրանից հեշտ լինի ինչ-որ բան կորզելը, բան անելը, քան ենթադրենք
որոշակի փորձառություն ունեցող տղամարդուց։ Իսկ թվում է այս թիրախավորման իմաստը հենց այդ անազնի մտադրության իրագործումն է։ Այդ կարծիքներ են հնչում, որ այդ գործընթացը արվի համար, որպեսզի չգրանցի հա կուսակցությունը։ Ախ ոնց պետք է չգրանցի, դա իրանք գիտեք ինչ, իրանք բոլոր հնարավոր իրավախախտումները անում են ու իրանք համար պետք չի իրավական հիմքը կա թե չկա։ Իրանք ամեն ճանապարհի գնում են, իրանք հիմար չեն էլի, վերջո իրանք եթե նույնիսկ հիմար են, խելոք մարդիկ պետական ոլորտներից իրանք ամեն օրվա տեղեկությունները տալիս են, ասում են լավ չի քո վիճակը։ Օրորի քո հեղինակությունը ընկնում է, օրորի այդ մարդու հեղինակությունը ավելանում է։ Սենց դու որ հավասար գնացիր ընտրությունների, պարտվում ես, ուղղակի 50% այդ մարդիկ ձայն են հավաքելու։ Հիմա իրանք էլ հաշվետվություն է, չէ, Ալիևին ինչ ասել, ասեք, ասի բանը, մեր ժողովուրդը ինչ չընտրեց, ես էլ չեմ ընտրվել, էլ չեմ կարա, Սյունիք տամ քեզ, էլի այդպես կնստի կլսի այդ պատմությունները։ Պարզավոր դրա համար հիմա ինքը ամեն գնով փորձելու է գնա, բայց այդ իրա ճղճին քայլերն են եւ դրա դիմաց կա ժողովրդի իրական ուժը, վերջ այդ իշխանությունը Նիկոլ Փաշինյանին չի պատկանում, որ ինքը մեկին փոխանցի կամ չփոխա, այդ իշխանության տերը ժողովուրդն է։ Հիմա այսօր այդ օրինակը բերել եմ, եթե դու գետի դիմաց պատնեշ ես դնում, երկու շաբաթ կարող է այդ գետի հունը խափանվի, մինչև որ այդ պատնեշին հավասար ջուրը կլցվի, ինքը իր ճանապարհով կգնա, արդյունքում է կլինի մի հատ անբարված հսկա ջրամբար։ Հիմա ինքը Սամվել Կարապետյանի դեմ որ այդ պատնեշը դնում է, մարդիկ ավելի են համախմբում, կարող է մի պահ ասենք թե այսօր մի քիչ խափանվի աշխատանքները, վաղը ինչ ալնելու, մյուս օր ինչ ալնելու, մի հատ հսկա մարդկային բազմություն է ձևավորվելու ուժով, որովհետև ոչ մեկս պատրաստ չենք, համաձայն չենք, որ մերը այդպես վարվեն։ Պարոն Ղազարյան, բայց առհասարակ Փաշինյանի այդ հայտարարություններին, որ եթե ինքը չանցնի պատերազմ կլինի, ինչի մասին են դա խոսում, ինչու է Փաշինյանը նման հայտարարություններով վերջերս հանդես գալիս։ Ուրեմն ասում է պատերազմի երրագլուխ կուսակցություն։ Հետո ամսաթվերը ասում պատերազմի երբ պիտի լի, այդ ամսաթվեր բռնում Ալիևի ասածների հետ, չէ, որ նա ասում է մենք հիմա Հայաստանի տարածքը ճանաչում ենք, բայց չի նշանակում որ 6 ամիս հետո էլ կճանաչենք, այդ 6 ամիսը գալու հիմա սեպտեմբեր։ Սենց տրամաբանական կապեր էլ կա։ Պատերազմը ինքը պատերազմական գործողությունը ինքը հանցագործություն է։ Այսինքն հանցանքով մարդու ահաբեկելը դա ահաբեկչություն է, առավել եւս ընտրողի։ Այդ դա օրինակ ընտրողի կամքի վրա ազդելու հստակ ձև է։ Չէ դու մարդուն սպառնում ես, հանցանք օրինակ ոնց որ այդ նույն բանը ասես, եթե դու ինձ չընտրես, ես քո հարազատին կսպանեմ։ Այդ նույն բանն է։ Հիմա ինքը ասում է ես ձեր հարազատներին, ձեր օրինակ Սամվել Կարապետյանն ասում է, երբ որ ես եկա իշխանության առաջի կառավարության նիստում բոլոր զինվորներին աշխատավարձ եմ տալու։ Այն ասում է, եթե չեղավ, ես ձեր զինվորներին սպանելու եմ, որտեղ պատերազմի ցելելուց ինչ է ալնում, զինվորները զոհվում են, չէ՞, իր պաշտոնավարման շրջանում եղել է պատերազմ, եղել են հազարավոր զոհ։ Հիմա ասում է, տեսակ, չէ՞, որ ես պատերազմ բերեցի, ձեր երեխեքին սպանեցի։ Տեսեք մի հատ է կլինի։ Այսինքն դրանով շանտաժով սպառնում է մարդկանց, դա ապօրինության մի ուրիշ դրսևորում է։ Մենակ այդ արդեն բավարար է, որ դրան ասեն դու քո պատերազմները վերցու, Ռադետ-Քաշի գնա, մենք տենանք մեր երկրում ոնց ենք ապրում։ Պարոն Ղազարյան, վերջին շրջանում ոչ միայն ուժեղ Հայաստան կուսակցության հետ կապված, այլ նաև օրինակ Դավիթ Մինասյանը գործող մարդիկ հաճախ դուրս են գալիս փողոց արդարությանը այնտեղ հասնելու համար, այնինչ արդարությունը պետք է համապատասխան կառույցների կայացվելու է։ Ինչու այդպես դասավորված։ Դե հիմա ասենք թե օրինակ հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավարը ինչ է եղել, SMS-ա ստացել գնացել է, չէ՞։ Դրանից հետո նշանակվել է հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավար, որը թվանստում է կառավարության նիստի։ Վարչապետ մտմանիստին գալում կանգնում է։ Ասում հարց էլ ասեք, դու այդ նիստին են չես հետ։ Ինչ հարց ուներ, կա ոչ կառավարության անդամ է։ Ամեն մի կառավարման մարմին իրեն հիմա ազգային ժողովի նիստ ասկի հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավար չի ում նստում ազգային ժողով։ Բայց կառավարության նիստին չես հետ ում նստում, չէ՞։ Ինչես գալում կանգնում, եթե նա ինչես նախդուն դե։ Այդ բավոր ասում ես իրավապահ մարմին, այդ իրավապահ մարմինի այդ արժեքը որա կստանում է իր անկախ գործունեության իմաստով։ Եթե նա ձեզ բոլորիդ ղեկավարում է, էլ դեպքում ստասում է ոնց ես դու անկախ իրավապահ, դու դա բանը կատարող ես, իսկ օրենքն էլ ասում է իրավապահ մարմինների գործունեության ցանկացած միջամտություն հանցանք է։ Հիմա մենք ասենք գործ ունենք այս հանցանքի շղթայի, դա ասում ենք քանի որ իրավապահ իր ֆունկցիան չի կատարում, մենք որպես քաղաքացի գալի կանգնում ենք, ասում ենք ըմբոստ ենք։ Ասենք հիմա մենք վաղն չենք գտնում դատարան։ Բարձր չէ՞ իմ ներկայությունը դատանի բակում դատանի կամքի որոշման վրա չի ազդելու, չի կարազի, ես դες մտադրություն չունեմ գնա։ Ես ուղղակի գնում եմ կանգնեմ, ասեմ ախպեր, ես երկրում անմեղ մարդն չի դատարանում։ Ինձ էլ են չէ տանում, ես էլ եմ անմեղ մարդ, ինձ էլ են տարել։ Քրեական ամսի 22-ն էլ իմ դատն է։ Ինչ գո, ասենք անմեղ մարդն չի պիտի դատվի ես երկրում։ Հանցագործները վխտա, հանցագործները մեզ իշխեն, անմեղ մարդիկ դատվեն։
Բամբոստ ենք, բայց մենք երկրում պիտի օրինավոր մարդիկ խրախուսվեն, հարգանքի արժանան, պատվի արժանան, հանցագործներ պիտի դատվեն։ Քրկոյանը ազգային հերոս է, որտեղ վաստակել է։ Սամվել Կարապետյանը հայրենիքի մատուցած ծառայությունների համար առաջին աստիճանի իշխանաշանի ասպետ է։ Հենց է ստացել ինքը։ Բայց այս մարդը պիտի հասարակության մեջ մենակ հարգանքի, գնահատանքի, մեծարանքի արժանանա, այլ ոչ թե հանիրավի իրավական հետապը։ Եվ ես որպես քաղաքացի ըմբոստ եմ դրա։ Հիմա ասենք թե Քրկոյանը ողջ էլ տանեին դատեն, ես պետք է կանգնեի դատանի բակ։ Ասեմ մեր ժողովրդի հերոսական զավակն է, ոնց եք տանում դատեք այդ մարդուն։ Իսկ այս բանի դեր Արտաշատի գրասենյակներում ինչ վիճակա գործում են փակի։ Անկեղծ ասած ես տեղյակ չեմ, երևի պիտի մեր ուսակցության ներկայացնեն Եթե դեռ նախընտրական շրջանը չի սկսվել եւ այսպիսի իրավիճակ է, քարոզարշավը ոնց է անցնելու, ինչ իրավիճակ են ունենալու, դուք ոնց եք պատկերացնում։ Դե ակնհայտ է, որ իրանք այդ ձև շարունակելու են, լրիվ տրամաբանական է ձեր հարցը, որի մեջ նաև անհանգստություն եմ տեսնում, որ այո, սրանք գնալու են, փորձելու են գնան ամենաբան միջոցների, որովհետև նորից եմ ասում, բան չկա, գրանցված ընտրական սուբյեկտը չկա, գնացել են ասում այդ ընտրական սուբյեկտի կաշառք էս տվել, որ իրանք դրան օգտին քվեարկեն, երբ որ այդ կուսակցությունը հայտ չի տվել կենտրոնական ընտրականը։ Ոնց պետք է դրա օգտին քվեարկեն։ Դա պարզ է, չէ՞, որ եթե քաղաքական քարոզարշավ լինի, ինչեր են փորձելու անել։ Հետապնդում կամ ասենք հանում են ձայնագրություններ են հրապ։ Ասենք մարդու գաղտնա լսել է օրենքով արգելված է, չէ՞, դա մեր անձնական իրավունքի պաշտպանության սահմանադրական երաշխիք կա։ Եթե օրինական են գաղտնա լսել, նշանակում է գնացել են, դատանից թույլտվություն են վերցրել, ուժեղ Հայաստան կուսակցության Արտաշատի գրասենյակի աշխատողներին գաղտնա լսեն, այսինքն հիմնավոր կասկած ունենաս, չէ՞։ Բայց չես, այդ դեպքում հիմնավորի, քննիչ, ինչես գնացել կոնկրետ կուսակցություն, դու արդեն նույն միաժամանակ բոլոր Հայաստանի կուսակցությունների գրասենյակի աշխատողներին գաղտնա լսելու միջնորդություն տարել ես դատարան։ Եթե չես տարել, ինչես հասցեական գնում ստե։ Պիտի գիտեք ինչ, քննիչը, ոստիկանը դրանք կարևոր մարդիկ են մեր երկրի ներքին անվտանգություն, հասարակական կարգ իրան, բայց իրանք հանրային ծառայող են, իրանք իրանք ամեն գործողության քայլի համար պիտի պատասխան տան, հաշվետու պիտի լինեն։ Օրենք իրանք իրավասություններ է տվել, որ իրանք հանցանք բացահայտեն, ոչ թե անմեղ մարդուն տանեսարկեն հանցագործություն։ Այդ ձայնագրության մեջ ենթադրաբար հերոստացույց տալու մասին էր խոսվում, այնտեղ ասում էր, որ սուս մնա, ըստ ձեզ ինչի մասին է սա։ Ախ, ձայնագրությունը նորից եմ ասում, աղճատվածքի, չգիտես ինչի մասին է խոսքը, մի կտոր վերցնում են, բանը Բագրատ Սրբազյանը այսօր իրանց դատնել է։ Իրա ձայնագրություններն էլ ենք, չէ՞ լսել։ Ասում է բանը ինքը ահաբեկչական գործողություն է պլանա, որովհետև ձայնագրության մեջ ասում է, որ ինքը ուզել է շվեյցարական մոդելի պետություն կառուցի։ Բագրատ Սրբազյանը լսում ես, ասում է մենք պիտի կառուցենք շվեյցարական մոդելի պետություն։ Բարձրացած շվեյցարական մոդելի պետություն կառուցելը ահաբեկչություն է։ Հիմա ցանկացած կենցաղային խոսակցություն, ցանկացած մարդու որ լսես, ինչ ասես, մարդիկ կարան իրար հետ խոսան, չէ՞։ Բայց դա ընտրական գործընթացի հետ կապելը պիտի ապացույց ունենաս։ Նորից եմ ասում, ընտրական գործընթացի սուբյեկտ չկա, դու ոնց կարաս։ Հիմա մեկը կարա մեկին մի բան նվիրի, մեկը կարա մեկից մի բան առնի, մեկի մի ծախի։ Այն աները ասել է փեսային քյաբաբ կտամ, փեսան ասել է, չգիտեմ, անորոշ քյաբաբ կտամ։ Սաղս էր մեր տուն հաց ենք ուտում, մեր տանը հիմա ասեք թե կինս որ ասի, որ գաստուն ես քո համար ինչ սարք եմ ուտելու, ես էլ ասեմ, ասի, այդ ուրեմն դրան հենց աշ տվեց, այդ 100% ուզել է դրա կամքի վրա ազդի, որ նա էտա ուժեղ Հայաստանին ընտրի։ Կնկաս բռնեն տանեն դատեն, կելիտես բան։ Այս գործով հրապարակվել է ձայնագրություն։ Ինչ են հրապարակ։ Մի հատ կիսատ բռատ մի բան պետք է լինի, էլի, հերթականացը։ Բաժանորդագրվեք Արմաթ մեդիայի ալիքներին սոցցանցերում։ Հետևեք մեզ նաև Armat Media AM կայքում։